Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Փարիլույս սեզի սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, Հիսուս հայրիկի օրտնյալ զավակներ, ինչպես եք այսօր, հույսով որ ամեն կտալ ողջ, առողջ եւ բարձր դրամատրության մեջ եք։ Այս գիրագի օր մեծ բակի 6-րդ գիրագին է։ Ամեն ուրբաթ օր ցեզի բատմեցի թե մեծ բակի յուրաքանչյուր գիրագին ինչ անուն եւ ինչ իմաստ ունի։ Այս գիրագի գոչվի Քալստյան գիրագի։ Գիտեք ինչ կնշանակի Քալստյան։ Քալուստ կնշանակի քալ։ Որու քալուստն է որ կնշենք։ Հիսուս հայրիկին։ Հիսուս հայրիկ 2000 տարիներեն առաջ երկինքեն երգիր եկավ, մեզիպես մարնացավ, մարդացավ, գադարելաբես ծնավ Սուրբ Գույս Մարիամեն, և ինչու համար Հիսուս հայրիկ երկինքեն երգիր իջավ, որբեսի մեզ փրկե, մարդկությունը մարդիկ մեղքերու մեջ կապրեին, Հիսուս եկավ, բոլորին ըսավ, ես ծեր բոլոր մեղքերը իմ վրաս կառնեմ։ Եվ անոր համար խաչին վրա բարձրացավ Հիսուս հայրիկ եւ իր արյունով մաքրեց մեզ մեր բոլոր մեղքերեն։ Եվ սակայն Հիսուս հայրիկ ըսավ. ես պիտի երթամ երկինք, ցեզի համար դեղ պատրաստեմ, դարձյալ պիտի կամ եւ ցեզ իմ քովս պիտի դանեմ։ Բայց մինչ այդ, մինչև իմ երկրորդ քալուստս, դուք իրարու հետ սիրով ապրեցեք։ Հիսուս բադվիրան մտավ, ինչպես որ 5 դագարանի մեջ Աստված բաբան 10 բադվիրաններ տված էր, Հիսուս հայրիկալ ըսավ ցեզի մեկ բադվիրան գուտամ։ Եվ գիտեք ինչ էր այդ բադվիրանը, այդ օրենքը։ Հիսուս ըսավ. սիրեցեք իրար, ինչպես որ ես ցեզ սիրեցի։ Սիրելի փոքրիկներ եւ բադանիներ, Հիսուս հայրիկ նորեն պիտի դառնա։ Եվ մենք այդ քալուստը կգոչենք երկրորդ քալուստ, որովհետեւ առաջին քալուստով Հիսուս հայրիկ աշխարհ եկավ եւ մեր դիմաց բացավ երկնքի արքայության թուրը եւ մեզի հայրմեր աղոթքը սորվեցուցած ադենը ըսավ. երբ հայրմերը ըսեք, այնտեղ նաև ըսեք. եկեսե արքայություն քո, կնշանակե քո արքայությունդ, քո թագավորությունը թող գա ով դեր։ Եվ այս անգամ Հիսուս, երբ որ երկրորդ անգամ աշխարհ կա, որպես մանուկ պիտի չկա, որպես բարձ մարդ պիտի չկա մեզի պես, այլ Հիսուս պիտի կա իր աստվածային զորությամբ, իր փառքով, հրեշտակներուն հետ, ամբողջ հրեշտակներով պիտի կա, ամբերու վրա պիտի բազմի, խաչի նշանով պիտի կա Հիսուս, եւ ամեն մարդ պիտի տեսնե, եւ այդ ժամանակ Հիսուս մարդիկը պիտի թադե, այսինքն եթե մարդիկ բարի են, պիտի սե եկեք իմ հետս պիտի ապրիք հավիդյանս հավիդենից, մինչև վերջ, և երկինք պիտի դանի, և գիտեք երկնքի մեջ ուրախություն է, ցնծություն է, երկնքի մեջ կապրին հրեշտակները, երկնքի մեջ կապրին Մայրիկ Աստվածածինը, սուրբերը, բոլոր արդարները, մեզ մի առաջ ննչած բոլոր բարի մարդիկը երկնքի մեջ կապրին, մենք ալ օրմա այս երանելի բայցար երկինքը պիտի ելենք, բայց եթե մարդիկ անհավատը լան եւ չարությամբ ապրին, Հիսուս պիտի չընդունի զիրենք երկինք, որովհետեւ երկինքը բարիներուն դեղն է։ Հիսուս նույնիսկ ասավ, եթե փոքրիկներուն պես չլակ, երկինքի արքայություն չեք կրնար ժառանգել։ Չարերը պիտի սատանային հետ երթան, սատանան անոնց պիտի դանի, իր հետ թժող պիտի դանի, գրագել իջի մեջ։ Աստված մեզ մե հերուն է այդ թժողքը։ Անոր համար սիրելի փոքրիկներ եւ բադայներ, իրարու հետ սիրով պիտի ապրիք, իրար պիտի ներեք,
համերաշ պիտի ապրիք, հնազանդ պիտի լաք ձեր ծրողներուն, աստվածաբաշտ պիտի լաք, աստվածասեր պիտի լաք, պիտի փորձեք գիրակի օրերը եկեղեցի երթալ անպայման, սուրբ հաղորդությունը ստանալ, որբեսի զորանաք եւ երբ մեծնաք, մեր ազգին համար սուրբ զավակներ լաք։ Վաղ մեծնաք դուք, ցեզ մե ոմանք եկեղեցականներ պիտի լան, ցեզ մե ոմանք pedagogan մարդիկ պիտի լան, հետևաբար շատ բաներ ունիք ընելիք դուք վաղը երբ մեծնաք։ Հիմա գուց մեծեք սրբությամբ, օրհնությամբ, քաղցրությամբ։ Եվ մենք բոլորս ալ գաղութենք ցեզի համար, որովհետև դուք մեր աբական եք, մեր ուրախությունն եք։ Աստված ցեզ թող բահե բահբանե հայրենիքի մեջ ապրող մանուկները, սպիրկի մեջ ապրող մանուկները եւ բադաները, Աստված օրհնե, չար ջամփաներեն հերու բահե եւ երբ որ Քրիստոս վերադառնա, բոլորս ալ երկնքի մեջ հավաքվենք։ Հետևաբար սպասենք Քրիստոսի քալուստին ուրախությամբ եւ օրհնությամբ եւ ապրինք աստվածաբաշտ կյանքով։ Աստված ցեզ արադաբես թող օրհնե, ի քաղցր տեսություն մինչև հաջորդ ուրբաթ։ Լավ մնացեք, ողջ մնացեք, առողջ մնացեք։